Սիվիլնեթը շարունակում է ուղիղ եթեր հեռարձակումը, թեման Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ էին, երբ զինվորակ Ռուսաստանի ռազմաբազայի ժամկետային զինծառայողը լքելով զորամասը նախնական վարկածով սպանել է Ավետիսյան ընտանիքից 6 անդամների։ Այս կապակցությամբ հայտարարվեց որոնողական աշխատանքներ, զինծառայողը հայտնաբերվեց սահմանը հատելու փորձի ժամանակ եւ այս պահին գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, ինչը առաջացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դժգոհությունը։ Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ եւ այսօր հանդես է եկել հայտարարությամբ, հայտարարությունից փոքրիկ հատված կփորձեմ ընթերցել եթերում, օմբուդսմենը վերահաստատել է, որ հունվարի 15-ին առավոտյան արված հրապարակային պնդումն առ այն, որ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննության ենթարկվի Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ դատական համակարգի կողմից եւ ոչ իրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գրավոր պահանջով։ Այս մասին եւ ինչպես նաեւ Ազատության հրապարակում 3 ուշ երեկոյան տեղի ունեցած ակցիայի եւ բերման ենթարկվածների մասին կզրուցենք հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ենիգոմշյան։ Պարոն Ենիգոմշյան, հենց սկսենք երևի իրավազորության Ռուսաստանի թե Հայաստանի իրավազորության տակ պետք է քննվի այս գործը եւ այն հանգամանքից ինչպես է վերաբերում այն փաստին, որ գործով հիմնական կասկածյալ Պերմյակովը գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո։ Կարծում եմ, որ հարցը միանշանակ ունի իրավազորային կողմ, հանգամանք, բայց ոչ միայն, նույնքան, եթե ոչ ավելի, այստեղ կա նաեւ քաղաքական համատեքստ Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, հայ ժողովրդի համար միմիայն իրավական տեսակետից չի կարելի այս հարցին մոտենալ։ Զուտ իրավատեսական տեսակետից ինչպես մասնակից իրավակետներ հայաստանցի արտահայտվում են, այս հարցի շուրջ միտումնավոր կամ ոչ ստեղծվել է երկիմաստ համատեքստ, կոնտեքստ, որի արդյունքում, այսինքն հիշատակվում է Ռուսաստանի Ֆեդերացիայի սահմանադրությունը, նույնպես եւ Հայաստանի սահմանադրությունը, սակայն հիշատակվում է նաեւ երկու կողմերի միջև 102-րդ զորամասի կապակցությամբ հենց նման դեպքերի վարակայում ձեռքբերվելիք միջոցառումները, որտեղ հստակորեն խոսք է գնում հայկական կողմին, այսինքն որ դվյալ դեպքը պետք է մեկնաբանվի հայկական իրավապահության հանձնելու իօգուտ։ Բազմաթիվ են զուտ իրավական տեսակետից հիմնավորումները, այդ հիմնավորումներից բացի կա այստեղ հենց խնդրի այդքան երերական եւ անմարդկային լինելու հանգամանքից բխած ժողովրդի մոտ եւ գյումրեցի մեր հայրենագիտների, համակարգացիների եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ ստեղծված շատ արտար ընդվզումը եւ ամբողջովին հասկանալի պահանջը, որ նման դեպքում մեղավորը պետք է անպայման դատվի Հայաստանում եւ դա պահանջում է նաեւ այն խնդիրը, որ պետք է այս դեպքի հանգամանքները բարձվեն եւ չնայած Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների օրոք եւս շատ կասկածելի է թե ամբողջ ճշմարտությունը կարող է դուրս գա, սակայն անհրաժեշտ է բոլոր ներքին ձալկերի բացահայտումը այս դեպքի եւ նման դեպքում ամենայն դեպս նախընտրելի է, որ մեղավորը կամ մեղադրյալը գտնվի հայկական կողմի իրավազորության ներքո։ Սա ուղղակի իրավական տեսակետն է խնդրի, տեսակետն է եւ նաեւ ինչպես շատ արագ անդրադարձած բարոյական, հոգեբանական, բայց շատ արտարացի հոգեբանական կոնտեքստին, որը չի կարելի անդեսել, բացարձակապես չի կարելի անդեսել, այլապես կարող է ունենալ ավելի ծանր հետևանքներ, ինչպես մենք տեսնում ենք այս վերջին երկու օրերի ընթացքում։ Սակայն այս բոլորի կողքին կա նաեւ քաղաքական համատեքստը, որը իմ կարծիքով չափազանց կարեւոր է եւ մնացածից ես կասեի ավելի կարեւոր։ Այստեղ խնդիրը Հայաստանի որպես պետություն նախ Հայաստանի եւ Հայաստանի բնակչության, հայ եւ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների արժանապատվության խնդիրն է։ Երկրորդը ոչ կարևորության կարգով, նույնքան, եթե ոչ ավելի կարևոր, գերիշխանության խնդիրն է, Հայաստանի գերիշխանության, սուվերենության, որովհետեւ նման դեպքում երբ
ընդհանրապես հայկական կողմի իրավասությունից դուրս է մնում այս հարցի քննությունը, պատասխանատվությունը, քննության պատասխանատվությունը առաջնային համենայնպես մագարտակի, դա նշանակում է, որ հայ ժողովրդի եւ Հայաստանի որպես պետություն արժանապատվությունը ոտնահարված է եւ Հայաստանի գերիշխանությունը ոտնահարված է։ Եվ այս բոլորի կողքին նաեւ ինչքան էլ որ արտարացիորեն մեր հայրենագիտները, մեր համակարգացիները եւ մենք բոլորս պահանջում ենք Ռուսաստանից որպես պետություն մեղավորի հանձնումը, այստեղ մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրականում ավելի շատ մեր պահանջը պիտի լինի եւ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հավակնությունը ներկայացնող մարդկանցից եւ մենք ցավոք ականատես ենք լինում այն փաստին, որ բացի այն, որ ընդհանրապես նման դեպքում, նման ահավոր դեպքի վարակայում ամբողջ բնակչությունը եւ հայ ժողովուրդը ծնծած սուկ ջահայդարարվեց, գումարած դրան երկրի առաջին դեմքերը, որոնք հավակնում են առաջին դեմքերի աթոռների պատասխանատուները լինեն, մենք ոչ մի խոսք, ցավակցական խոսք կամ գարեկցանքի խոսք նրանցից առաջին դեմքերից չլսեցինք, տեսնում ենք այսօր առաջի դեմքի երևում է այլ միջոցառումներում, իսկ այս նման շատ կարևոր դեպքի վարակայում ընդհանրապես նա բացակայ է եւ գումարած այդ կանը կարծես հերիք չէ ընդվզած եւ բանջարդեր ժողովրդի նկատմամբ բիրտ ուժի գիրառումի ականատես ենք լինում եւ սա հերթական անգամ մեզ ապացուցում է այն իրականությունը, որ Հայաստանի ներկա իշխանությունները ընդամենը նոր կառուցված պետության ադմինիստրացիա են եւ իրենց վախվորածությամբ, իրենց ենթարկվածությամբ, իրենց ենթակայացվածությամբ այս դեպքում Ռուսաստանի իշխանություններին իրենք կատարում են ընդամենը դեղական գադարածուների դերը, այլ ոչ թե իսկապես յուրային իշխանությունների Հայաստանի հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիները ներկայացնող յուրային իշխանությունների դեր չեն խաղում։ Շատ լավ, պարոն ամենակարևոր, իմ կարծիքով ավելի կարևոր կան իրավական կողմը։ Շատ լավ, պարոն Ենիգոմշյան, երեկ Ազատության հրապարակում ուշ երեկոյան ինքնաբուխ հանրահավաք հրավիրվեց, որին մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև դուք եք, եւ ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին։ Ձեզ ինչ հիմքով բերման ենթարկեցին, որքան ժամանակ մնացիք ոստիկանությունում, ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի որ իրենք ինֆորմացիա ունեին, որ ակցիայի մասնակիցների մոտ կա զենք զինամթերք, այդ իսկ պատճառով իրականացել են այդ օպերացիան։ Շատ լավ, ուրեմն մենք գտնվում էինք Ազատության հրապարակում, ինչպես դուք հիշատակում եք, եւ ես անպայման ուզում եմ ասել, որ այնտեղ շատ հանգիստ մթնոլորտ էր դիրում, ոչ մի արդարոց բան դերի չէր ունենում, մարդիկ հավաքվել էին, երևի թե այդ պահին մարդիկ շարունակում էին հավաքվել, բայց այդ պահին մոտավորապես 100 հոգի արդեն հավաքվել էր, մարդիկ իրար հետ էին խոսում եւ մեկ էլ մի կողմից, սկիզբը մի կողմից, հետո բոլոր կողմերից սկսեցին ոստիկանները ներխուժել եւ գոբի ձևով մարդկանց բերման ենթարկել առանց որևիցե հիմնավորման, առանց որևիցե բացատրության։ Զենք հայտնաբերել են ոստիկանները։ Ես կանխատրոնամ դրան, ես ամենաառաջի րոպեներին չէ որ ինձ բերման են ենթարկել, փուլերով էին դա անում, ես երկրորդ փուլում եմ ուրիշների հետ բերման ենթարկվել։ Իմ բարակայում ասեմ, որ ուրեմն ես հետո իմացա, որ իմ մեքենա մտցվելուց հետո ոստիկանական ավտոմեքենա այնտեղ դեղում բացականչել են, թե դուք ում եք տանում եւ այլն եւ այնտեղ ոստիկանները դերի պատասխանատուները ոստիկանության երևի իմանալով դերեկացվել են իրենց վերատասներին, սա ինչի համար եմ ասում, որովհետեւ մեքենայում ես մնացածի հետ մոտավորապես, հիմա ճշգրիտ չեմ կարող ասել 10 հոգի, մինչև Կանակեր Զեյթունի բաժին հասնելը մոտավորապես 15 րոպե տևեց, բայց հենց որ այնտեղ հասանք անմիջապես առանց որևիցե դատանման մեքենա բարձրացան դերի ոստիկաններից եւ շատ քաղաքավար ձևով ինձ առաջարկեցին իջնել եւ ինձ ասացին, որ իրենք հրաման ունեն ինձ ուղեկցել դեպի տուն։ Եվ այդպես էլ եղավ, ես վստահ եմ, որ ուրեմն իրենք իմանալով իմ այնտեղ
այսինքն բերման ենթարկվելու գործողության, այո, ենթարկվելս հատկապես հիշելով հոկտեմբերի 19-ին ինձ հետ պատահած այդ իրենց համար դխրաչակ դեպքը եւ փողոցի բանուկ մասում ձեզ թողնելը բանուկ մասում ինձ բռնի մշտելով պիրդուժ օգտագործելով մեքենայից դուրս բերեցին եւ թողեցին բանուկ մասում եւ գնացին, այսինքն ես մնացի մենակ այնտեղ եւ դրանից հետո բավական աղմուկ բարձրացավ։ Ես վստահ եմ, իհարկե ապացույց չունեմ, բայց վստահ եմ, որ դա այդ սկանդալը, եթե կարող ենք ասել, իրենց համար որպեսզի չգրգնվի, անմիջապես նման որոշում կայացվին։ Ես իհարկե բողոքեցի, ես ասացի, որ այս վերաբերմունքը, որ դուք իմ նկատմամբ ցուցաբերում եք, դա ինձ ոչ մի իմ համար նշանակություն չունի, որովհետև ոչ մի հիմք չունեք դուք մնացածներին նմանապես բերման ենթարկելու։ Սա այսքանով իմ անձնական հարցի բարակայում խնդիրը այսպես վերջացավ, ինչ վերաբերվում է զենքերի, ես ասեմ, որ դա ոստիկանության հայտարարությունը նախ հիշեցնեմ ամենատեղս իմ դերեկությամբ առաջին հայտարարությունը ոստիկանության մոտավորապես կեսգիշերին, այնտեղ խոսք չի գնում զենքերի մասին, ասում է իրավա խախտումների, կասկածների պատճառով իրենք ուրեմն բերման են ենթարկում այդտեղ ազատության հրապարակում հավաքված մարդիկ։ Ինչ վերաբերում է զենքին, որ այսօր օրվա մեջ նման հայտարարություն արեցին, այնտեղ ուղղակի խեղաթյուրում կա, ես ասեմ, որովհետև երբ խոսվում է զենքի մասին, բնականաբար մարդիկ կմտածեն իսկական զենքերի մասին։ Մինչդեռ այստեղ իրականության մեջ խոսքը գնում է երկու անձերի մոտ գտնվող պաշտպանական գազային զենքերի մասին, որոնք միմիայն զուտ պաշտպանական նպատակներ եւ գործառույթներ ֆունկցիա կարող են իրականացնել, այլ ոչ հարձակողական եւ դիմացինին դեվական վնաս հասցնող, բայց գումարած դրան երկու անձերի մոդել եւ Գարո Եղնուկյանի եւ Գագիկ Սարուխանյանի մոտ այդ զենքերը ամբողջությամբ արտոնակրված ոստիկանության կողմից արտոնակրված զենքեր են։ Այսինքն եւ ասելով որ գտնվել են զենքեր, դա խեղաթյուրում է, որովհետեւ երբ չի ասվում պաշտպանական զենք, հա, գազային զենք, մարդկանց միտքը այլ ուղղությամբ են ուղում, որը ամբողջովին խեղաթյուրում է իրականությունը եւ երկրորդը գրկնում եմ դա նույն ոստիկանության կողմից արտոնակրված զենքեր էին։ Հետևաբար այդ զենքի մասին հերիվազո պատմությունները այդ իմաստով իրականության չեն համապատասխանում։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ենիկոմյան մեզ հյուր գալու եւ մեկնաբանություններ տալու համար։